Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադամյան։ Բարև։ Տիկին Ադամյան, ժամեր առաջ տեսանյութ տարածվեց համացանցում հայտնի դիմակավոր անձինք, ովքեր Ղարաբաղի բարբառով սպառնում էին վարչապետին գտնել նրան, հաշվեհարդար տեսնել, զենքերով դիմակավորված, նախ ընդհանուր առմամբ որքան էլ որ վարչապետը միջադեպին անդրադարձել է, իրավապահ համակարգը արձագանքել է, հասկանանք ովքեր են սրա ռեժիսորները, բեմադրողները, ինչ նպատակ են հետապնդում եւ ինչ միտում ուներ այս տեսանյութը իրականում տողատակում, ինչ էին ուզում ասել, ինչ էին արդյոք սա կարող ենք դիտարկել հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ եւ ելի եմ կրկնում մտահղացման հեղինակները, ռեժիսորները ովքեր էին եւ գլխավորապես ինչ նպատակ էին հետապնդում։ Ես կարծում եմ, որ ակնկալվում էր նման տեսանյութի ի հայտ գալը Քարոզ Արշավի ինչ որ պահի, որովհետև ակնհայտ է, որ հասարակության բևեռացվածությունը դեռ մի կողմ, հասարակության մեջ կուտակված հարցերի չպատասխանվածությունը դեռ մի կողմ, Հայաստանի Հանրապետության դեմ իբրև պետություն եւ Հայաստանի իշխանության դեմ իբրև մի իշխանություն, որ այդ պետությունը փորձում է պոկել հայտնի բևեռից, նման քարոզչություն պետք է տարվեր, նման սադրանքները նույնիսկ օրինաչափ են։ Դուք փորձում եք փաստագնահատել Հայաստանի Հանրապետության մասշտաբով, եկեք փորձենք պրոյեկտել այլ երկրների տարբերակներում, իսկ Վրաստանում նման դեպքեր չեն եղել, իհարկե եղել են, Մոլդովայում էլ են եղել։ Այսինքն սա նույն հստակ ձեռագիրն է, նույն հստակ մետադիչկան է, եւ ժամանակի մեջ տեղակայում են, ասենք դա կարող է լինել ընտրությունների օրվանից մի շաբաթ առաջ։ Բայց որովհետև ակնհայտ է, որ թե Ռոբերտ Քոչարյանն է կորցնում, ռեալ կորցնում իր նախկին ընտրազանգվածը, միանգամայն նկատել է, եթե Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի թուլացումը, ստացվում է, որ հիմա է ճիշտ պահը ահաբեկելու, սպառնալու։ Բայց դրանով ինչ իրենք մտածում են դիվիդենդներ ստացան, դրանով իրենք փորձում են ուժի ցուցադրության գնալ, էս էլ կարող ենք անել, էս էլ կարող ենք անել, էս էլ կարող ենք անել։ Ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ վարչապետին վախեցնելու միտում կա այս ամեն ինչի մեջ, բացարձակապես հասարակությանը վախեցնելու միտում կա։ Դե եթե վարչապետին նման սպառնալիք բաձես, եթե իրենց կամքը չկատարեք, վարչապետին կպաշտպանեն, դուք անպաշտպան եք։ Բայց նաև սա հակառակ էֆեկտը չի կարող ունենալ հայտնի դեպքերը օրինակ նույն կհիշեք 2018 թվականին երբ հայտնի դեպքերը կհիշենք, բայց հայտնի դեպքերը մենք կարող ենք բացատրել մեր մենթալիտետում։ Արդյոք դրանք ընկալելի են ռուսական մենթալիտետում։ Չէ՞ որ Ռուսաստանը մշտապես իր քաղաքականությունը չասենք թե Վլադիմիր Պուտինը, ցարական Ռուսաստանից սկսած մշտապես իր քաղաքականությունը կառուցել է վախեցնելու, բոլոր երկրներին անվերջ պատերազմներով սպառնալու, նաև պատերազմելու, իր ցանկություններին պատերազմով, սպառնալիքով, պատժամիջոցներով հասնելու տարբերակով։ Հիմա սա ընդամենը այդ փորձերից մեկի դրսևորումն է։ Նոր հոկտեմբերի 27-ով են սպառնում։ Իհարկե։ Երեք ոչ միայն նոր հոկտեմբերի 27-ով են սպառնում, այլև ստորագրում են արդեն, որ հոկտեմբերի 27-ը իրենք էին կազմակերպել։ Սա հստակ ստորագրություն է, այս փաստը։ Հստակ ստորագրություն։ 1999 թվականին արեցինք, ինչու չենք կարող անել 2026։ Ձեռագիր չի փոխվել։ Ձեռագիր չի կարող փոխվել, որտեղ հեղինակը չի փոխվել։ Դեք ձեռագիրը ամենայն դեպս աշխարհում անփոփոխելի մի քանի իրողություններ կան մատնահետքը, ձեռագիր է եւ ձայնը։ Նույն ձայնն է, նույն ձեռագիրն է, նույն մատնահետքերն են։ Պես որ շուտով զարմանալի ոչինչ չկա։ Ես ավելի շատ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր այս մթնոլորտում պետք է ընտրություն կատարեն, որովհետև ինչ, բայց ակնհայտ է Քարոզ Արշավի այսօր արդեն 12-րդ օրը գաղափարները, ծրագրերը այլևս նահանջել են։ Ոչ մեկին կարծես թե այդ ամեն ինչը չի հետաքրքրում, հակառակը։ Բոլորին հետաքրքրում է ով ում ինչ ասեց, ով ում ինչ պատասխանեց։
Բայց այդ գաղափարները, ծրագրերը, օրակարգերը կան Տիկին Ադամյան։ Օրակարգերի շուրջ բանավեճեր չենք տեսնում կարծես թե։ Օրակարգերի շուրջ բանավեճեր չենք տեսնում, որովհետև մթնոլորտը բանավիճային չէ, որովհետև հասարակության բևեռացումը նույն ձեր իսկ նշած հիբրիդային պատերազմի շրջանակներում թույլ չի տալիս ծավալել։ Օրինակ մենք արդեն եղել ենք Սյունիքում, արդեն եղել ենք Արագածոտնում, արդեն եղել ենք Գեղարքունիքում եւ 3 մարզերում բնականաբար այդ ամբողջ ընթացքում եղել ենք նաեւ Երևանի վարչական շրջաններում։ Եվ այդ ամբողջ ընթացքում մենք չենք հայհոյել, մենք այլոց ծրագրերին չենք անդրադարձել, մենք մեր ծրագրերն ենք ներկայացրել։ Մենք խոսել ենք մենք ինչ ենք անելու, մենք ինչ ենք ուզում, մենք ինչ ենք բերելու։ Եվ ես վկայում եմ ուղղակի իբրև ականատես, իբրև գործով վկայու մասնակից, որ դա անցալվում է։ Մարդիկ դրա կարիքը ունեն, մարդիկ գալիս են իրենց առաջարկներն են անում։ Ինչու՞։ Ինչու է այդ խոսքը անցալվում։ Ինչու չկա թշնամանքի դրսևորում մեր նկատմամբ։ Ինչու է թշնամանքը մենք չենք արտահայտում ուրիշների նկատմամբ։ Գիտեք, ոնց ուզում եք վերցրեք, սա մեր երկիրն է, ու անգամ նրանք, որ այսօր ծախվում են, ծախվել են ու փորձում են գնել մնացածներին, նրանք էլ են Հայաստանից։ Նրանք էլ են այն մարդիկ, որոնց պետք է դրսևորել, որոնց նկատմամբ պետք է դրսևորել թե հոգատարություն, որոնց պատասխանատվության կոչել եւ հասկանալ ինչու են այդ մարդիկ այդքան չարացած։ Ինչու են այդ մարդիկ այսօր գերադասում վաճառվել ու հայրենիք վաճառել, պատճառները պետք է հասկանալ, որովհետև հունիսի 8-ին այս ամեն ինչը չի ավարտվել։ Հունիսի 8-ին մենք դեռ էլի նայելու ենք իրար։ Հունիսի 8-ին փորձ է արվելու այս բոլոր նրանց, ովքեր այսօր սպառնալիքներով են պտտվում, ովքեր այսօր դիմակավորված ուղերձներ են հղում կամ փողոցներում կռիվներ են սարքում, այն նրանք էլի փողոց դուրս գալու, նրանց էլի դրթելու են փողոց դուրս գալ։ Պատահական չի, որ արդեն իսկ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծվելու են, ընտրությունների արդյունքները պետք չի ճանաչել, հետընտրական եւ որ երկրից, եկեք հասկանանք, որ երկրից, ինչու։ Երեք դա շատ նորմալ, շատ տրամաբանական է ռուսաստանցիների համար, որտեղ Ռուսաստանում երբեք չեն եղել ընտրություններ Ելցինից հետո։ Ռուսաստանում պարզապես չգիտեն ինչ է նշանակում ընտրել, չգիտեն ինչ է նշանակում այլընտրանքային ծրագիր, չգիտեն ինչ է նշանակում այլընտրանքային թեկնածու կամ ընդհանրապես մրցակցություն։ Եկեք հասկանանք ովքեր են եղել Պուտինի մրցակիցները ընտրություններում։ Աբսուրդ է, չէ՞, այս ամեն ինչը։ Մարդիկ գնում են նշանակումների տարբերակով, նշանակված իշխանությունն էլ էս պիտի լինի։ Եվ իրենց համար չափազանց տարօրինակ է, որ ինչ որ կա մի հեռու Հայաստանի Հանրապետություն, որի հետ իրենք չունեն սահմաններ, որտեղ ընտրություններ են լինում, ինչ խայտառակություն է։ Դա պարզապես Ռուսաստանի համար անընդունելի է։ Եկեք նաև հասկանանք, թե մենք ինչ շրջապատում ենք։ Մենք ունենք հարևան Ադրբեջան, որտեղ նույնպես ընտրություններ չեն լինում։ Մենք ունենք հարևան Թուրքիա, որտեղ Էրդողանը պատրաստվում է սահմանադրություն փոխել, որպեսզի 2028-ից հետո վերստին ընտրվելու, 2 ժամկետով ընտրվելու հնարավորություն ունենա։ Մենք ունենք Պարսկաստան, Իրան, հարևան Իրան, որտեղ ինչ ասեմ, ընտրության հնարավորություն գրեթե չկա, իրական ընտրության, որովհետև թե տեխնացուներին, թե ընտրողներին կորպուսն է, պահնորդների կորպուսն է որոշում, ովքեր պետք է լինեն։ Մի տեսակ սպիտակ ագրավի ենք նման։ Այո, Վրաստանի մասին արդեն չասեմ, թե ինչ պայքար է գնում Վրաստանում։ Այո, մենք տարածաշրջանում սպիտակ ագրավ ենք եւ սպիտակ ագրավին վերաբերվում են հենց այդպես, սպառնում են, փորձում են վախեցնել, հնարավորության դեպքում ոչնչացնել։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ խնդիրը այն է, որ այս պարագայում մենք պետք է կարողանանք ոչ միայն ակումուլացնել մեր ուժերը, այլ այս պարագայում մենք հաղթող ենք, արդեն իսկ հաղթող ենք, որտեղ այս բոլորից տարբեր ենք։ Մենք արդեն իսկ քայլ առաջ ենք արել։ Եթե մենք քայլ առաջ չլինեինք, եթե մենք մնացած լինեինք իրենց տեղի իրենց ճահճի մեջ,
Հավատացած եղեք, մեր դեմ չէին պայքարի։ Նակ Ռոբերտ Քոչարյանը անդադ հայտարարում է. Իմ ժամանակ ամենախաղաղ, ամենաբարգավաճ Զարգացած բանակ։ Այո։ Քո ճահճում ով պիտի քեզ վրա հարձակվեր։ Եղել է ինչ-որ մի բան, որ դու Ռուսաստանին չես հանձնել։ Կամավոր, սիրով, նվիրումով, հպարտությամբ։ Ինչ է եղել։ Թվարկեմ։ Բազմաթիվ անգամներ թվարկվել են։ Գիտեք, ինձ համար աբսուրդն է, որ երբ Ռոբերտ Քոչարյանին հարցնում են, եթե դուք գաք իշխանության ոնց եք վերաբերվել մամուլին, ու բոլորը այդ դահլիճում համատարած ամնեզիայով տառապում են, որևէ մեկը չի հիշում ամեկ պլյուսը։ Գիտեք, եթե մենք պետք է շարունակենք այդպես բազմակի ստանդարտներով վերաբերվել միմյանց, անիմաստ է այլևս այդ քաղաքական գործ չի քաղաքականության մեջ լինելը, անիմաստ է այդ կարգի քաղաքական գործիչների քաղաքականություն վերադարձը։ Նրանք նույնիսկ ոչ թե մեզ փորձում են 20-րդ դար վերադարձնել, նրանք մեզ նախնադար են վերադարձնում, նախնադար, պարզապես նախնադար։ Իսկ մենք այդ նախնադարում անելիք արդեն չունենք։ Իսկ բարոյական է Տիկին Ադամյան ցավը գործիքայնացնել եւ ցավը փորձել վաճառել ընտրողի հասարակության վրա, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ գրկում է երեխային եւ ասում է, որ ինքն էլ է շատ ուզում, երազում վերադառնալ Արցախ, կամ Սամվել Կարապետյանը, երբ խոսում է նրա մասին, որ մի քանի ամսում այնպես են անելու, աղքատ մարդ չլինի երկրում։ Նորմալ են նման հայտարարությունները, որքան էլ որ նախընտրական շրջան է, եթե կտրվենք հույզերից, կտրվենք էմոցիաներից, վախերից, ցավերից, նույն 300,000 ադրբեջանցիների թեզը մանտրայի նման ամեն օր կրկնում են, գիտեք, Կարապետյանները հատկապես։ Այս ամենի տակ ինչ օրակարգ, ինչ ծրագրեր են առաջարկում։ Լավ, Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ Արցախ, ինչպես։ Քաղաքականության մեջ տաբուներ չունենալը արդեն իսկ վկայում է այդ մարդկանց բարոյական կերպարի մասին։ Ձեր թվարկած մարդկանց մասին ցավոք ես ընդհանրապես չեմ կարող բարոյականության կոդեքսի որևէ կետով խոսել։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը գրկում է երեխային, ասում է ես էլ եմ ուզում։ Այդ երեխան չէր կարող վերադառնալ, հասկանալի է տարիքի բերումը, բայց Ռոբերտ Քոչարյան 2000 մինչև 2008 իշխանությունը իր ինչ է արել Արցախի համար։ Կոնկրետ ինչ է արել Արցախի համար։ Ազատագրված տարածքները վերաբնակեցրել ես, տնտեսական հզորություններ Արցախում ստեղծել ես, թե դատարկել ես Արցախը։ Պարզապես դատարկել ես Արցախը, լցնելով Հայաստանի եւ Ռուսաստանի տափաստանները։ Ինչ ես արել դու Արցախ վերադառնալու իրավունք վաստակելու համար։ 2008 թվականին ինչու չվերադարձար Արցախ, ունեիր բոլոր հնարավորությունները։ Քո հայրենիքներ, քո տուններ, կարոտել ես քո տունը, դե գնայիր քո տուն։ Գնայիր, հզորացնեիր քո Արցախը։ Կապիտալ ունեիր, քաղաքական ազդեցություն ունեիր, ամեն ինչ ունեիր, ինչու չգնացիր 2008-ին, երբ որ արդեն նախագահական 2 ժամկետը լրացել էր։ Դե գնայիր։ Չէ, ինչպես կարելի է այնտեղ այնպիսի պայմաններ չեն, ինչպես հունական կղզիներում, այնտեղ այնպիսի պայմաններ չեն, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վերջին հաշվով այնտեղ դժվար է առյուծ որսալ, նստել վրան նկարվել։ Այդ դրա համար չգնաց։ Բայց խոսել հիմին, գիտեք, ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի խոսույթը երբ ես նայում եմ, ապշելու է, որովհետև մարդը, որ իր պաշտոնավարման տասնամյակում ոչնչացրել է բանակը, խոսում է բանակից։ Աբսուրդների աբսուրդը, որ ոչնչացրել, զրոյացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, խոսում է տնտեսության զարգացումից։ Որ ամայացրել է քաղաքական դաշտը, խոսում է քաղաքական դաշտից։ Եվ արդեն ոչ թե աբսուրդ է, արդեն ցինիզմ է, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից։ Պարզապես ցինիզմ է։ Մարդը, որ ամբողջ 10 տարում վտանգների այսպես հեղեղ է Հայաստանի Հանրապետության վրա բերել, խոսում է անվտանգությունից։ Իդեպ հարգանքի տուրք էր նաև մատուցել Սպարապետին, այսպես արձաններից մեկի մոտ խոնարհվելով, ծաղիկներ դնելով։ Իսկ ուներ Ռոբերտ Քոչարյանը այդ իրավունքը։ Ուներ Ռոբերտ Քոչարյանը այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե ցինիզմ է, դա արդեն սադիզմ է։ Ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանը Վազգենի արձանին մոտենալու
Ինչ ասեմ, 100 մետրից ավել մոտենալու իրավունք չուներ։ Բա որ Վազգենը անկարդացնելու ինչ եղավ քո участковին։ Հարցը չէ։ Գիտեք, այ հենց դա վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ ինքը կորցրել է, որ ինքը պարտվում է, որ ինքը խորհրդարան չի մտնելու ու դարձյալ կարճում է Վազգենի փեշերից, ինչպես ամբողջ կյանքում էր կարճում, քանի Վազգենը կար։ Դա է Ռոբերտ Քոչարյանի բարոյական, չգիտեմ, բարոյական ասեմ, թե ինչ ասեմ, եթե իհարկե այս պարագայում բարոյական բառը հնարավոր է ասել, կերպարը դա է։ Ու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, բոլոր նրանց, որ տեղավորվում են այդ քոչարյանական խրամատներում։ Տիկին Ադամյան, իսկ էլի հարցս կարող է սխալ հնչի, բայց բարոյական է անընդհատ կրկնել, որ իշխանության է գալիս մարդ, նախ մի կողմ թողնենք, որ այդ մարդը սահմանադրության հետ դեռևս խնդիր ունի եւ դժվար է պատկերացնել ինչպես է իշխանության գալու, բայց այնուամենայնիվ պարբերաբար հայտարարել, որ իշխանության է գալու մարդ, ով կուշտ է, ով հարստանալու, թալանելու կարիք չունի ու ամենօրյա ռեժիմով դրա մասին խոսել, սա բարոյական է, այսինքն ցանկացած մարդ, եթե սկսում է ինչ-որ հարցազրույցներ տալ կամ ինչ-որ թեզեր զարգացնել, առաջին հերթին խոսում է ինքը իր մասին։ Եկեք այս պոստուլատը ընդունենք իբրև ելակետ։ Այսինքն իրենց համար գերակա արժեք է կուշտ լինելը։ Իրենց համար գերակա արժեք են իրենց փողերը, ոչ թե իրենց գաղափարները, որոնք ըստ էության պրիմիտիվիզմի սահմաններից այդպես էլ դուրս չեկան։ Գիտեք, շատ հեշտ է վեր կենալ ու անդադ ասել 2-ին գումարած 2 հավասար է 4-ի, որը մեկի համար դա ինչ-որ պոլիշինելի գաղտնիքը չի, բայց իրենք փորձում են քաղաքականության մեջ ապացուցել, որ 2-ին գումարած 2-ը հավասար է ինչ-որ 300,000-ի։ Այ աբսուրդ է այդտեղ է։ Սամվել Կարապետյանը որևէ պարագայում Հայաստանի Հանրապետության վարչապետ չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին։ Այդ գործող օրենքներ, սահմանադրություն եւ այլն փոխելու հնարավորություն նույնպես չունի, որովհետեւ ամենայն դեպս Հանրապետություն կուսակցության քարոզարշավի շրջանակներում իմ բոլոր հանդիպումները վկայում են, որ քաղաքացիական պայմանագիրը իր 50+-ը հավաքելու է։ Այսինքն եթե քաղաքացիական պայմանագիրը հավաքում է 50+-ը, այստեղ արդեն շանս չի մնում։ Լավ է դա թե վատ, իմ գնահատականով վատ է։ Որովհետև եթե քաղաքացիական պայմանագիրը դարձյալ հավաքում է իր 50+-ը եւ խորհրդարանում ստանում ենք նույն պատկերը, որ եղել է 21-26-ին, մենք 5 տարի տեղապտույտում ենք լինելու։ Պարտադիր պետք է խորհրդարանում լինի այնպիսի ուժ, որը իսկապես խորհրդարանը քաղաքական մարմին դարձնի, որպեսզի կասեցնի այս անվերջ ազգադավի եւ կոռուպցիոների 5 տարի բոլորիս ականջները սղոցած, բոլորիս աչքերը արդեն հոգնեցրած պատկերը։ Վերջապես խորհրդարանը պետք է դառնա գաղափարների, ծրագրերի, երկրի զարգացման համար օրինագծեր բերելու, այդ երկրի զարգացումը ուղղորդելու, ճիշտ ճանապարհով ուղղորդելու ու գերկարևոր այլևս ժամանակ չկորցնելու, որովհետև մենք ինչ, բայց ժամանակի հստակ կորուստ ունենք։ Մենք հետ ենք անգամ Վրաստանից, մենք հետ ենք Ադրբեջանից։ Տեսեք 2020-ից հետո Ադրբեջանն ինչ ճանապարհով գնաց, մենք ինչ ճանապարհով ենք փորձում գնալ։ Մենք փորձում ենք պոկվել մեր հայտնի ոխերին բարեկամից, մեզ անverջ փորձում են հետ մղել նստեցնել մեր տեղը եւ իշխանությունը այս պարագայում ворթեգրում է ինչ-որ խիստ հավասարակշիռ տարածաշրջանացման, չգիտեմ ինչ քաղաքականություն։ Դա երկիրը տեղապտույտի մեջ մտցնելու տարբերակն է։ Պատճառների մասին չխոսենք, պատճառները լավ Ըստ ըստ պետք է դուրս գալ հապկից, ՀԱՏՄ-ից, Տիկին Ադամյան։ Միանշանակ, առաջին հերթին պետք է դուրս գալ հակաօդային պաշտպանության համակարգից, եթե մենք ուզում ենք, որ օդը մեր պաշտպանված լինի։ Պետք է պարտադիր դուրս գալ հապկից էլ, ԱՊՀ-ից էլ։ Եվ այս ամբողջ ընթացքում պետք էր պայմաններ ստեղծել։ Հիմա լավագույն տարբերակն է պայմաններ ստեղծել ՀԱՏՄ-ից դուրս գալու համար։ ՀԱՏՄ-ն մեզ համար ստացվելու է մի տարածք, ինչպես ժամանակին եղավ ռուբլու գոտին, մենք վերջինը դուրս եկանք ռուբլու գոտուց եւ ֆինանսական մեծ հարված հասցրեցինք, այդտեղ գոյացան նաեւ ավանդատուների խնդիրը եւ այլն։
տնտեսությանը շատ մեծ է։ Հիմա ստացվում է, որ այդ ԵԱՏՄ-ն, տեսեք, մենք էլի պարփակվում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններում, չենք տեսնում ինչ է կատարվում Ռուսաստանում, ինչ է կատարվում ԵԱՏՄ մյուս երկրներում։ Օրինակ Ղազախստան, Ռուսաստան հարաբերությունները չենք քննարկում Ռուսաստանի Դաշնության եւ Միջինասիական Հանրապետությունների հարաբերությունները, որոնք բացարձակապես անամպ չեն։ Մենք փորձում ենք ամեն ինչ նայել մեր պատոհանից, իսկ եթե փորձենք նայել կողքից, մենք կտեսնենք, թե ինչ է կատարվում նույն այդ ԵԱՏՄ-ում։ Նույն այդ ԵԱՏՄ-ում ոչ ներդրումների, ոչ տեխնոլոգիաների, ոչ զարգացման հնարավորություն չկա, ավելին 5-րդ տարում Ուկրաինայի դեմ պատերազմը եւ այդ պատերազմում ըստ էության արդեն դե ֆակտո պարտությունը Ռուսաստանի տնտեսությունը լուզել է։ Եվ մենք մնալու ենք հերթական անգամ, ինչպես ռուբլու գոտու պարագայում էր, ԵԱՏՄ-ի ավերակների տակ։ Մենք այս մասին պիտի մտածենք։ Այսինքն խորհրդարանում դուք այդ օրակարգը անցնելու դեպքում միանշանակ մենք պետք է այնպիսի օրինագծեր ներկայացնենք, իդեպ այդ օրինագծերը մեծամասամբ արդեն իսկ պատրաստ են, այնպիսի օրինագծեր ներկայացնենք, որպեսզի կարողանանք թե նոր լոգիստիկա ստեղծել, թե զարգացնել արտադրության այն ճյուղերը, որոնք հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության արտահանումը ԵԱՏՄ-ից կտրել, որոնք հնարավորություն կտան մրցունակ ապրանքներով մտնել Եվրամիության շուկա, մրցունակ ապրանքներով, ամենակարևորը մրցունակ ապրանքներով։ Նորդ տեսեք, մենք անverջ խոսում ենք, իսկ ինչու մենք չենք փորձում անդամակցել, չեմ ասում Եվրամիությանը, անդամակցել համապարփակ եւ ազատ առևտրի գոտուն, ինչպես հարևան Թուրքիան է։ Ինչու՞։ Ինչն է մեզ այս պարագայում խանգարում։ Հարցը չէ, ինչու չենք անում այդ քայլը։ Կարևորագույն քայլ, որը արդեն ավտոմատ բացելու է Թուրքիայի սահմանը մեզ համար։ Ավտոմատ բացելու է։ Դու Թուրքիան տեղ այլևս առարկելու ոչինչ չի ունենալու։ Վերջին հաշվով, արդեն, ինչ ասեմ, միայն կույրը չի տեսնում, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության իրական դաշնակիցները։ Միայն խուլը չի լսում, որ ինչ խոսույթ է հնչում, ինչ հայտարարություններ են հնչում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ռուսաստանից։ Ռուսաստանից մեզ անverջ սպառնում են, անverջ փորձում են վախեցնել մինչև դարավերջ, այս կանենք, այս կալ գազը կփակենք, լարսը կփակենք, ձեր ապրանքները եւ այլն։ Եվրոպան եկավ ու այստեղ ասեց. Մայիսի սկզբին Եվրամիության գագաթնաժողովում, քաղաքական հարթակի գագաթնաժողովում եւ Հայաստան Եվրամիությունն առաջին գագաթնաժողովում Եվրոպան ըստ էության եկավ ու ասեց, որ պատրաստ է մեզ ընդունել, եկավ ու ասեց, որ պատրաստ է մեր տնտեսությունը զարգացնել, մեր անվտանգությունը զարգացնել, մեր գյուղատնտեսությունը զարգացնել, վիզաների ազատականացման հարցը լուծել, եթե վերջապես մենք բարեհաճենք տեղից շարժվել։ Այ մենք գնում ենք խորհրդարան, գնալու ենք խորհրդարան, այդ շարժումը արագացնելու, որովհետև հակառակ պարագայում էլի ստացվելու է, որ քաղաքացիական պայմանագիրը վարելու է իր հավասարակշռ քաղաքականությունը, որը իրականում չի կարող հավասարակշռ լինել, քանի այս ռուսական մոնոպոլիաներն են գերիշխում։ Սամվել Կարապետյանական կամ Ռոբերտ Քոչարյանական կամ Սերժ Սարգսյանական այդ ամբողջ փաղանգը, եթե հայտնվեց խորհրդարանում, շարունակելու են նույն սրամարտը, նույն շշամարտը, չգիտեմ ինչ ճամարտը, եւ պետությունն ու քաղաքացին մնալու են մենակ։ Այ մենք գնում ենք պետության ու քաղաքացու կողքին կանգնելու, պետության ու քաղաքացու հենման կետը լինելու, որովհետեւ մենք այդ գաղափարները երեք չի որ մտածել ենք, երեք չի որ հնարել ենք։ Եվ այսօր չի, որ մենք այդ ամեն ինչի մասին խոսում ենք Հայաստանի Հանրապետության ընտրողի հետ։ Մեր կուսակցության ամբողջ պատմությունը դրա մասին է։ Համենայն դեպս 2018-ից հետո առ այսօր մենք խոսում ենք տնտեսության զարգացման անհրաժեշտությունից, լեռնահանքային այդ ամբողջ հարստությունը, ջրային տնտեսության կառավարումը, գյուղատնտեսության զարգացումը, այդ ամեն ինչը հենց այնպես չի ասվում, այդ ամեն ինչը հենց այնպես օդից վերցված մտքեր չեն, դրանք փաստարկված, մշակված ծրագրեր են, որոնց կյանքի կոչելը, գիտեք ինչ է անելու, կյանքի կոչելը այս թշնամանքը թուլացնելու է, կյանքի կոչելը կենսամակարդակ է բարձրացնելու։ Մենք մեզ հարցրել ենք, ինչու զարգացած ժողովրդավարական երկրներում ընտրությունները չեն կեղծվում, ընտրակաշառքներ չեն բաժանվում, դե մարդիկ դրա կարիքը չունեն։
Այս կենսամակարդակի բարձրացումը, մթնոլորտի փոփոխությունն է մեր խնդիրը։ Այս թշնամանքից ձերբազատվելն է վերջապես մեր խնդիրը, որովհետև մենք այս ամեն ինչի մեջ ներկուսակցական, չգիտեմ, միջկուսակցական պայքարի մեջ խրված, որը արդեն վերածվել է բացահայտ ոչ նորմատիվ լեքսիկոնի, մենք կորցնում ենք պետությունը ու չենք նկատում, որ մենք ոտնահարում ենք մեր պետությունը։ Չենք հասկանում, չենք ընկալում, չգիտեմ, չենք ուզում ինքներս մեզ խոստովանել, որ սա դառնում է ընդհանրական պայքար պետության դեմ։ Ու մեզ ներքաշել են այդ հիբրիդային պատերազմի զինվորիկ են դարձրել։ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք։ Տիկին Ադամյան, ուզում եմ մեկ դիլեմայի մասին էլ խոսենք, քանի որ դուք եւ Արևմուտքի օրինակը նշեցիք, եւ Ռուսաստանի Դաշնության փաստերի ստուգման հարթակը օրերս հերթական բացահայտումներ արել, թե Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցը ինչպես է իր ղեկավարին վերադասին դիմում եւ ասում, որ մեր հերթական հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ակտը, այսպես ասած, հաջողություն է գրանցել, Նիկոլ Փաշինյանի դեմ ուղված այդ հայտնի ապատեղեկատվական նյութը հասել է հայաստանյան ԶԼՄ-ներին եւ աշխատում է փաստորեն։ Նախ հասկանանք, երբ խոսվում է Ռուսաստանի ամենատարբեր միջամտությունների մասին, նույն ընդդիմությունը աղաղակում է, որ ինչու է միայն խոսվում, մատնանշվում Ռուսաստանի միջամտության մասին, այն դեպքում, երբ Արևմուտքն էլ է միջամտում, բարբերաբար հիշատակում են Վենսի հայտնի հայտարարությունը, հիշատակում են Մակրոնի հայտնի հայտարարությունը, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են այսպես դիտարկում որպես իշխող ուժին աջակցություն, բայց այստեղ ուշադրություն էլի հայտարարում են միաժամանակ, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին մանտրայի նման կրկնում են վարչի օրերին, ընտրում եք Իլհամ Ալիևին։ Ինչպես։ Գիտեք, ասելիք այլ չունեն, որովհետև տեսեք, Վենսի այցը, Մակրոնի պետական այցը, ընդհանրապես Եվրամիության գագաթնաժողովները երկու ինչի մասին էին։ Հայաստանի պաշտպանունակության, Հայաստանի ինքնիշխանության մեծացման, ում է դա դեմ։ Դա ում դեմ է, եկեք հասկանանք։ Մեր թշնամիների ենթադրում է։ Ենթադրում եք, դուք այդպես եք ենթադրում, բայց կա մի երկիր, որը ընկալում է, որ դա իր դեմ է, որովհետև այդ երկիրը Հայաստանի Հանրապետությունը, ինչպես այդ խորհրդային տարածքի բոլոր պետությունները, թերևս Մերձբալտիկան չհաշված, որտեղ նրանք կարողացան ժամանակին եւ արագ փոխվել, համարում է իր տարածքը, իր ազդեցության գոտին։ Եթե մենք այստեղ որոշում ենք, որ պետք է գործարան բացենք, Մոսկվան պիտի թույլ տա մենք այդ գործարանը բացենք, թե չէ։ Ձեր կարծիքով ամուսարը ինչու մինչև հիմա նորմալ չաշխատեց։ Ինչու։ Մոսկվան միգուցե իր, այսպես ասած, դաբրոն չէր տվել։ Մոսկվան իր դաբրոն տվել էր բոլոր այն բնապահպաններին, դաբրոն վճարի տեսքով, բոլոր այն բնապահպաններին, որոնք զենք էին վերցնում արդեն։ Ու ինչ արեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Մենք որոշեցինք, որ շատ ավելի կարևոր են թիթեռները, քան սահմանին կանգնած զինվորները։ Գիտեք, հարցը շատ ավելի խորքային է։ Հարցը շատ ավելի խորքային է ու քան դեռ այդ խորքային հարցերին խորքային պատասխաններ չեն տրված, այս իրավիճակը շարունակվելու է։ Ռուսաստանի Դաշնության համար գերկարևոր է Հայաստանի Հանրապետությունը չկորցնել, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը բոլոր իր ճակատներում պարտություն է կրել։ Այստեղ ժողովրդավարության հաղթանակը դառնալու է Ռուսաստանի Դաշնության հերթական պարտությունը։ Իրենք այդպես են գնահատում։ Իրենք գնահատում են իրենց պարտություն։ Երբ մենք այստեղ ուզում ենք պաշտպանված լինել, երբ մենք այստեղ ուզում ենք բարեկեցիկ ապրել, իրենք համարում են, որ դա ապստամբություն է իրենց դեմ է դա։ Ոնց կարող է ռուսը վատ ապրել, հայը լավ ապրել։ Ոնց կարող է միջին վիճակագրական ռուսը վատ ապրել, միջին վիճակագրական հայը լավ ապրել, դա Կրեմլի դեմ է։ Առավել ևս, եթե այդ միջին վիճակագրական հային լավ ապրելու հնարավորություն տալիս է Արևմուտքի հետ համագործակցությունը, դա նշանակում է Արևմուտքը Կրեմլին դեմ է։ Այո, շատ աղավաղված, շատ, ինչ ասեմ, ոչ նորմալ տրամաբանություն է, բայց երբ է նորմալ տրամաբանություն եղել Կրեմլում։ Կրեմլը աշխարհին նայում է իր հնգաթև աստղի, կարմիր աստղի դիտակետից եւ ամբողջ աշխարհը տեսնում է այդ կարմիր գույնով, արյունով, պատերազմով։ Կարմիր գույնը պատահաբար չի ընտրված դերևս այդ աստղերի։ Դա արյունի, պատերազմի, խառնակցության, սադրանքների, ահաբեկչությունների ճանապարհն է։ Պարզապես սադրանքների, ահաբեկչությունների ճանապարհն է։
Ու կապ չունի Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ ասեմ, հիբրիդային պատերազմի շրջանակներում ինչ հորինվածքներ կտարածեն, շատ կարևոր է որ այստեղ տարածողներ կան։ Այստեղ տարածողներ կան։ Նրանց են արան, այստեղի տարածողներն են։ Ու նրանք այստեղի տարածողներին համարում են իրենց աջակիցները։ Հիմա ամբողջ խնդիրը թիվն է, թիվը, որքան են իրենց աջակիցները եւ որքան են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եթե ավելի պարզ ասեմ, որքան են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ որքան են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, անկախ ով ինչ անձնագիր ունի, անկախ ով ինչ անձնագիր ունի։ Գիտեք, ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն եկած ռուսները այս պարագայում եթե քվեարկելու իրավունք ունենան ու քվեարկելու են հանուն ժողովրդավարություն։ Ավելի քան համոզված եմ։ Դա է պատկերը։ Ու բացարձակ գիտեք, պետք չի զարմանալ, պետք չի վախենալ, պետք չի դրանից ինչ-որ տագնապի զգացում ունենալ, հա կռիվ է, ալագեղ կամ ալագեղ, ինչ է եղել, կռիվ է, պետք է կռվենք։ Քիչ եք նման կռիվներ տեսել։ Իսկ ով ասեց, որ մեզ համար ինքնիշխանության վերականգնումը կամ Հայաստանի Հանրապետության անկախությունը պետք է լիներ անարյուն, հանգիստ, մեզ պիտի կապույտ եզրաշերտերով ափսեով մատուցեին, ասեին դե դարերի ձեր փորձությունների, դարերի ձեր պարտությունների, հաղթանակների, դարերի ձեր մակարոնների համար եկեք երջանիկ ապրեք ծմա։ Չի լինում, չէ՞ նման բան։ Ամեն ինչ տրվում է պայքարով, դե պիտի պայքարենք, իսկ ով է ասել, որ մենք ոչինչ չպիտի անենք ու մեզ ինչ-որ բան պիտի տան։ Չի լինում նման բան աշխարհում։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ է, ընտրությունների համար չափազանց տհաճ է, ընտրությունների առումով չափազանց տգեղ է եւ հայի տեսակին, հայի գենին, հայի ԴՆԹ-ին վայել պայքար չի։ Բայց գուցե մենք սրա միջով էլ պետք է անցնենք, որպեսզի այն կատարսիսը լինի, որպեսզի մենք իսկապես զտված, մաքրված, հաղթած, իսկապես հաղթած դուրս գանք։ Երեք ես միշտ ընդդիմանում եմ այն խոսքերին, երբ ասում են մենք հաղթում ենք ընտրություններում, ոչ, ընտրություններում հաղթել հնարավոր չի, ում ես հաղթում, դու քո ժողովրդին չես կարող հաղթել։ Հաջողության հասնելն է կարևորը, քո գաղափարներին, քո տեսակետներին հնարավորինս մեծ մարդկանց ձայն տալն է հաջողությունը, որովհետև էլ եմ ասում, այդ բոլորը անգամ նրանք, ովքեր այդ սադրանքներին գնում են, ովքեր 5000-ից մինչև 50,000-ով վաճառվում են, անգամ նրանք են, անգամ նրանք են այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, Հայաստանի Հանրապետության օրենքների ներքո, պարզապես պետք է հասկանալ այդ մարդիկ ինչու են վաճառվում, ինչու են այդ մարդիկ այդքան չարացած, ինչն է այդ մարդկանց այդպես հունից դուրս դրել, արդյոք միայն այն, որ իրենց գրպանը գումար է մտնում, ես կարծում եմ, որ ոչ, այստեղ կան խորքային, իսկապես խորքային երևույթներ, ու պետք է ոչ թե գնալ հետևանքների վերացման ճանապարհով, այլ պետք է գնալ պատճառների վերացման ճանապարհով, իսկ պատճառների վերացման ճանապարհը ոնց ուզում եք վերցրեք, առաջին հերթին սկսում եք կրթությունից, շարունակվում եք այս համակարգով, եւ ամենակարևորը, եթե դու մարդուն ապահովում ես աշխատանքով, բարձր վարձատրվող աշխատավարձով, աշխատանքով, նա այլևս պատճառ չի տեսնում, պարզապես պատճառ չի տեսնում, երբ ինքը իր վաստակով կարողանում է իր խնդիրները լուծել, պատճառ չի տեսնում, ինչին ընդդիմանաս քո լավ կյանքի, քո անվտանգությանը, այն հանգամանքին, որ պատերազմ չկա, որ խաղաղություն է, որ երկիրը զարգանում է, որ անվտանգ ապրում ես, ինչին է պարագայում ընդդիմանաս, դու կարող ես լավից պահանջել ավելի լավը, ընդամենը, բայց դու չես կարող ասել ոչ, գնանք մտնենք այն ճահիճի, այն տիղմի, գնանք մտնենք այն, ինչ ասեմ, չեմ ուզում ոչ եթերային բառեր օգտագործել, բայց գնանք ու նորից մտնենք այդ կրակի մեջ, ինչու։ Տիկին Հատամյան, դուք ձեր նշումների մեջ նաև ծալեցիք մատը եւ ասեցիք խաղաղությունը։ Հիմա քիչ չեն ուժերը, որոնք ընդդիմանում են խաղաղությանը։ Տարօրինակ է, բայց ուժեր կան ընդդիմանում են։ Չէ, բացարձակապես տարօրինակ չի, տեսեք։ Ռուսաստանի Դաշնության ամբողջ քաղաքականությունը Հարավային Կովկասում ինչ է եղել։ Հրահրել պատերազմներ։ Կոնֆլիկտը։ Հրահրել պատերազմներ, հրահրել ու ոչ միայն Հարավային Կովկասում, Չինասիական հանրապետություններում։
Մենք քիչ ենք անդրադառնում նրանց պատմությանը, բայց նրանց սահմանային վեճերը գնա գալիս են։ Կոնֆլիկտ, պատերազմ, որպեսզի գան ու փրկեն։ Դա է եղել։ Հիմա ո՞նց կարող են այստեղ բոլոր այն ուժերը, որ Կրեմլի վկաներ են, որ ծառայում են Կրեմլին, ակնկալեն խաղաղություն։ Ո՞նց կարող է։ Մարդ պիտի զոհվի, հնարավորինս շատ զոհեր լինեն։ Օրինակ զոհերի թիվը պատտային։ Օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակում ինչքան զոհեր են եղել, ցավալի զոհեր, ողբերգությունը դա իրենք թիվը կկրկնապատկեն, հնարավոր եղավ կեռապատկեն, ոնց դա ավելի տպավորիչ է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Չի կարող լինել տարածաշրջանում խաղաղություն, որովհետև եթե տարածաշրջանում եղավ խաղաղություն, այդ պարագայում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազան, ռուս սահմանապահները, որ չգիտես ինչու դեռ վխտում են Հայաստանի Հանրապետության սահմաններին, դա եւս նոնսենս է, այ մենք դա էլ ենք վերացնելու։ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է պաշտպանեն հայ սահմանապահները։ Դա չգրված օրենք է որևէ երկրի համար։ Ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր խնդիրը նա է, որ տրիպը չկառուցվի, տրիպ չլինի։ Իսկ եթե եղավ խաղաղություն, եթե տրիպը ինքը բերում է խաղաղություն, ո՞նց կարող է նրանք պատրաստ լինեն խաղաղության։ Խաղաղությունը հիմա նրանց հակացուցված է։ Խաղաղությունը հիմա ընդհանրապես նրանց գոյության դեմ է։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Չի լինելու խաղաղություն, եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, ինչու ոչ նաև Սերժ Սարգսյանի ոչ անմիջական, բայց բազում այլ կուսակցությունների մեջ տարալուծված ուժը փորձի դառնալ իշխանություն։ Մենք վերադառնալու ենք ոչ միայն քառօրյային ու 44-օրյային, մենք վերադառնալու ենք նույն պատերազմների տրամաբանությանը, պերմանենտ պատերազմների տրամաբանությանը։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել նաև մի ցավալի երևույթի մասին ձեր թույլտվությամբ։ Եվ այդ երևույթը, գիտեք ինչ է, դուք քիչ առաջ խոսում էիք, որ չի կարելի ցավի վրա քաղաքականություն կառուցել, այո, չի կարելի։ Ցավի վրա կառուցված քաղաքականությունը, կարոտի վրա, կսկիծի վրա կառուցված քաղաքականությունը ահա որ բումերանգ է, որ խփելու է իրենց։ Ես ուզում եմ խոսել այն բոլոր արցախցիների մասին, որոնց այսօր ստորաբար խաբում են, պարզապես խաբում են, որոնց այսօր գնում են, մոլորեցնում են, որոնց այսօր խոստանում են հայրենիք, որտեղ նրանք ամենայն դեպս այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով իրենց խոստացվում է, չեն վերադառնալու։ Պարզապես չեն վերադառնալու։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը դեռ որևէ մեկին անգամ Ռուսաստանի Դաշնությունում չի պաշտպանել։ Աշխարհում էլ չի պաշտպանել։ Պետք չի խաբել, պետք չի խաղալ այդ մարդկանց կարոտի, սիրո, հարազատների շիրիմները տեսնելու, պարզապես իրենց տունը մտնելու ցանկության հետ, որովհետև այդ ամեն ինչը շատ մեծ խաբեություն է, ու այդ ամեն ինչի հիմքում դրված է սոսկ իրենց իշխանատենչությունը, այն նրանց հերթական անգամ խաղալիք դարձնելու, նրանց հերթական անգամ գործիք դարձնելու իրենց ցանկությունը, սկսած նրանից, որ այն փաստը, որ արցախցիները այսօր Հայաստանում կամ աշխարհի այլ երկրում են, իրենց մեղքով էր։ Այդ իրենք դատարկեցին Արցախը, պարզապես իրենց վարած քաղաքականությամբ։ Հիմա էլ խոստանում են վերադարձնել եւ վարչում ամփոփելով Տիկին Ադամյան, ինչի մասին է լինելու 2026-ի ընտրությունները, քանի որ շատ են երկընտրանքներ առաջարկվում։ Այստեղ դուք ինչ երկընտրանք եք տեսնում։ Իսկապես դա պատերազմի եւ խաղաղության մասին է, թե ոչ միայն։ Չի կարող դա լինել միայն պատերազմի ու խաղաղության մասին, աշխարհում միայն պատերազմ ու խաղաղություն չի լինում։ Ես կարծում եմ դա սիրո մասին է։ Պարզապես սիրո մասին է, կամ սիրում ես քեզ, քո երկիրը, քո զավակին, քո ծնողի շիրիմը, եթե հանգուցյալ է, կամ չես սիրում, կամ պարզապես ուրանում ես։ 2026-ի ընտրությունը սիրո մասին է, կամ սիրում ես, կամ չես սիրում, կամ ծախում ես ու ծախվում ես, կամ ընդհանրապես ամեն ինչ տալիս ես, որ այդ տեր լինես, քո տանը տեր լինես, ուղղակի տեր լինես։ Գիտեք, այսօր ինձ խմբագրություն բերում էր մի տաքսուվարորդ, ես շատ զարմացա նրա մի խոսքից։ Իսկապես շատ զարմացա, ցավում եմ, որ նույնիսկ կանոնը չհարցրեցի այդ մարդու։ Ինձ ուղղակի շուռ եկավ ու ասաց, ես ձեզ ճանաչում եմ, ես ուզում եմ ձեզ ասեմ չվախենաք։ Ասա, բայց ինչից պիտի վախենամ։ Ասաց, չէ, ուզում եմ ասեմ չվախենաք։ Ու ես էլ չեմ վախենում։
Գիտեք, այդ տաքսու վարորդի խոսքը գուցե շատ սովորական, շատ այնպես, ինչ ասեմ, չքաղաքականացած մարդու խոսք էր, չքաղաքականացած բացարձակ, բայց ես իսկապես ուզում եմ այդ վարորդի խոսքը փոխանցել բոլորիս, չվախենաք, այս մեր երկիրն է, սա մեր երկիրն է, ու մենք մեր երկրում որևէ մեկից վախենալու, որևէ հիմք, պատճառ չունենք, սա մեր երկիրն է, ու մենք այս երկրում տեր ենք, ուզում են, չեն ուզում, ուր են մեզ քաշքշում, ինչ պատերազմի, ինչ տեղմի մեջ են փորձում մեզ խցկել, չէ, չի ստացվելու։ Անցել են այդ ժամանակները, իսկապես անցել են այդ ժամանակները, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավոր էր այդ սպառնալիքներով դիմակավորված, չդիմակավորված, հայհոյանքներով, համբալներով, չգիտեմ ինչերով վախեցնել։ Այդ չենք վախենում, հիմա մենք էլ չենք վախենում։ Համենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը բացարձակապես այս պահին ոչինչից չի վախենում, գնալու է, հասնելու է իր ցանկացածին։ Եվ միանշանակ է, որ որքան Հանրապետություն կուսակցության ներկայությունը խորհրդարանում մեծ լինի, այնքան այդ խորհրդարանը հզոր է լինելու, այնքան այդ խորհրդարանը գործունակ է լինելու, այնքան ծառայելու է պետությանը ու ժողովրդին։ Ու դա արդեն, ինչ ասեմ, գերնպատակ է, որովհետև ժամանակը աշխատում է պետության օգտին, եթե քաղաքացին սիրում է իր պետությունը։ Շնորհակալ եմ էմոցիոնալ զրույցի համար, Տիկին Ադամյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր։ Կհանդիպենք։